98 թվականի Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, այսպես կոչված նախագահի պաշտոնում, ապահովել են Ռուսաստանից Հայաստան բերված այդ քրեական հեղինակությունները, գողական աշխարհի ներկայացուցիչները, որոնց Ռոբերտ Քոչարյանը հետո վարչահատույց լինելու համար նշանակում էր թաղապետ ու համայնքապետ։ Այդ ձեզ թվում է Չորնի Գագոն ու Թոխմախի մհերը այդ ո՞նց են դարձել թաղապետեր։ Հենց տենց վարչահատույց է եղել քաղաքական իշխանությունը այդ մարդկանց ու բերել հետո դրանք դարձել են քրեա օլիգարխներ, այսինքն ամբողջությամբ դեգրադացրել եւ էրոզիայի են ենթարկել պետական համակարգը։ Սա մենք չենք կարող թույլ տալ։ Եթե մարդը ունի քրեական, այսպես հակումներ, այդ մարդու քաղաքական գործընթացների մասնակցությունը ընդհանրապես պիտի ի բնե կարողանաս կանխել, թույլ չտալ, ասել, որ դու քրեական ենթամշակույթի օրինակ հետ հակումներ ունես եւ քո մասնակցությունը շատ խնդրահարույց է։ Պարոն Բաբաջան, հստակ կետերով ինչ պիտի անենք, որ թույլ ենք տվել, որ մասնակցի, ուրեմն անհրաժեշտ նաև պաշտպանության տակ պիտի առնենք այդ մարդու անվտանգությունը, որովհետև գիտեք ինչ տպավորություն կա, որ պետությունը մարդուն թույլ է տալիս իմանալով հանդերձ իր բոլոր հակումները, իր բոլոր քրեական կապերը եւ այլն, եւ անհրաժեշտ պաշտպանության տակ չառնելով ըստ էության ժողովրդի կամքն է գնդակահարվում, ժողովրդի կամքն է սպանվում,